Ինչպես որ խոստացել էի, աշխատանքս ավարտեցի և ձեզ եմ ներկայացնում, տեսեք թևերը կարճացրել եմ, համարյա չի էլ երևում, որ թևերից կտրած է, ու վարատնիկ եմ կարել, այն վերևի կնոպկաներն էլ հանեցի, այստեղ կնոպկա կար կարված, ես իրան մորթու այդ հատվածը մշակել եմ սիրուն, մի խոսքով շատ սիրուն բանը ստացվեց, վաղը կփոխանցեմ հաճախորդուհուս, մի լավ կուրախանա, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը և եղեք համարձակ, բոլոր տեսակի հագուստի հետ կապված աշխատանքներում, միշտ ես ասում եմ, օրինակ վարսավիրների գործը մի քիչ ավելի, այսպես ասեմ, պատասխանատվության առումով ավելի կշիռով է իրանց պատասխանատվությունը, որովհետև կտրած մազը չես կարող նորից ինչ-որ մի ձևափոխել, որ այդ կարճությունը երկարի, այսպես ասեմ, դե հա, ինչ-որ բնական մազերի միջոցով կարողանում են երկարացնել, խոսքը դրա մասին չի, խոսքը նրա մասին է, որ եթե հանկարծ հաճախորդի պահանջածից մի քիչ ավել կտրեն, իրենք չեն կարող ինչ-որ մի ձև հնարք գտնել, բայց հագուստի առումով սիրելիներս, օրինակ շատ ավելի հեշտ է, եթե հանկարծ երբևիցե մի փոքր շեղ կտրես կամ մի քիչ տվյալ դետալը այնպես չկտրես, ինչպես որ պետք էր, կարող ես ինչ-որ մի ձև իմպրովիզ անել և հնարքը գտնել, տվյալ հագուստը, այսպես ասած, փրկել, դրա համար համարձակ եղեք, մի վախեցեք մկրատը վերցնել ձեր ձեռքը ու կտրել, կարել, այսպես, հետևեք այս իմեջին, առաջիկայում պատրաստվում եմ երկար տեսահոլովակների միջոցով ուղղակի հենց ուսուցողական տարբերակով ներկայանալ, առայժմ հետևորդներ հավաքելու նպատակով կարճ վիդեոներ եմ անում, երբ որ բավարար քանակի հավաքվեն, այն ժամանակ ես արդեն երկար լավ վիդեոներ կանեմ, առայժմ այսքանը, պակա, պակա։